Թվայինացման մասով Տիկին Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս, հասկանալով, որ ունեմ թվային վարորդական իրավունքի վկայական։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, Կարող են կոնվերտացնել։ այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար, որևէ ձևով խնդիր չի առաջանա։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պիտի ունենաք արդեն։ Իսկ բայց ոնց ինչ կոդով եմ իդենտիֆիկացվում ես այդ պարագայում, եթե ընդհանրենք բարեկային ծառայությունը ինձնից ուզի վարորդական իրավունքի վկայական, ես էլ ասեմ ունեմ էլեկտրոնային, ինքը ոնց է նույնականացնելու։ Պարոն Գրիգորյան, իրան կոդ տամ։ մեր պարեկները բավական զինված են տեխնիկապես, այնպես որ դեմքի նույնականացման տրամաբանության մեջ ձեր վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում պլանշետներում երևում է եւ ձեր անուն ազգանունով բնականաբար կերևա մեր պարեկների մոտ, որ ունեք թվային վարորդական Ես վկայական։ ընդհանրապես ասում եմ անուն ազգանուն, այդ պարագայում ինքը գտնում է իմ էլեկտրոնային վկայականը եւ դեմքով իդենտիֆիկացնում է, որ այդ անուն Շատ ազգանունը հեշտ իմն է։ եւ արագ։ Իսկ այդ շահագործման կտրոնը նույն տրամաբանությամբ։ Այո, նույնը տեղ անձնագիր ասվածը, հաշվառման վկայագիր ասվածը նույնն է։ Տեղ անձնագիր բառը էլ չենք օգտագործելու, չէ՞։ Հաշվառման վկայագիր։ Շատ լավ, շնորհակալություն։